Ողջույն սիրելի բարեկամներ, մի քանի վայրկյան սպասեմ միանաք, որ սկսեմ խոսել, չնայած կարող եմ խոսել հետո կնայեք։ Շատ խորքային հոգեբանական այսօր որոշ մարդկանց ցնցումների եմ ենթարկելու, այն մարդիկ, ովքեր որ ավելի գիտակից ու գաղափարային տեսանկյունից ավելի զարգացած մարդիկ են, իրենց մասնա խոսքը, որովհետև չհասկացող մարդը երբեք չի հասկանա ինչ եմ ասելու, իսկ հասկացողը ինձ թվում է, որ շատ խորը ցնցումներ կապրի։ Կիսվեք, տարածեք, խոսենք։ Լավ, որ լավ լսվում է։ Լավ, սկսեմ խոսել, որ ովքեր նայում են, իրենց համար ցանցրալի չթվա եթերը։ Ինչով է սկսում խոսել, ինչով կմիանան մնացածը կամ էլ հետո կնայեն։ Նախ ուզում եմ ժողովուրդ ջան խոսենք այն մասին, ովքեր որ շատ պարզ են դատում ու շատ պարզ են մտածում, մեկնաբանությունները կարդում եմ, յուրաքանչյուր մարդ, ով որ հանրային դաշտում որոշակի դիրք ունի, ինձ թվում է, որ պետք է մեկնաբանությունները կարդա, որպեսզի վերլուծի ու հասկանա, թե ինչ են մտածում մարդիկ, ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ հայացքներ ունեն, որովհետև ես օրինակ կիսում եմ այն գաղափարախոսությունը ու այն հայացքներն եմ կրում, ու ուզում եմ իմ դաշտում լինեն այն մարդիկ, որոնց հետ որ կիսում ենք նույն գաղափարները, որովհետև այն մարդիկ, ովքեր որ միակ համակարծիք չեն իմ հետ, ինձ թվում է, որ մենք չենք կարող նույն դաշտում գտնվել։ Սա վերաբերում է նաև բոլոր թե քաղաքական դաշտում, թե չգիտեմ, թե ընկերության մեջ, նույնիսկ ընկերության մեջ, մենք չենք կարող ունենալ այն ընկերները, ում հետ որ մենք համակարծիք չենք, այն գաղափարները չենք կիսում, մենք չենք կարող տվյալ մարդկանց հետ ընկերություն, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, եթե մեր ընկերամոտ չի, չգիտեմ, նվիրված չի, չգիտեմ, ընկերասեր չի, մենք չենք կարող այդ մարդու հետ ընկերություն անել, նույնն էլ այս դաշտին է վերաբերում, մենք չենք կարող լինել ընկեր, չգիտեմ, կիսենք նույն կարծիք են մարդկանց հետ, ովքեր որ մեզ նվիրված չեն, հայրենիքի նվիրված չեն, գաղափարների նվիրված չեն, հայրենանվեր գաղափարների խոսքը վերաբերում, նախանձախնդիր մարդկանց հետ մենք առհասարակ գործ չունենք, բամբասանքի մարդկանց հետ մենք ընդհանրապես գործ չունենք, ես չեմ կիսում այդ մարդկանց հետ նույն կարծիքը ու նույն դաշտը, չունեմ այդպես ընկերներ ու չեմ էլ ունենալու այդպիսի ընկերներ։ Հիմա այն ինչ կատարվում է իմ էջում, իմ կյանքում, ես տեղադրում եմ իմ էջում, որովհետև ես հանրային մարդ եմ ու ուզում եմ, որ բոլորդ տեսնեք, ում հետաքրքիր է, իհարկե, ում հետաքրքիր է իմ էջը, իմ կյանքը, բոլորը տեսնեք, թե ինչ կյանքով եմ ապրում ու ինչ եմ անում առհասարակ մեր երկրում, հիմա ես արդեն ազատության մեջ եմ, գտնվում եմ մեր երկրում, ինչ եմ անում, ինչ գործողություններ եմ ծավալելու։ Բարի երեկո բոլորիդ, բարի երեկո ժողովուրդ ջան, կարծում եմ բոլորիդ ուղերձները, բոլորիդ տեսակետը, մեկնաբանությունները կարդում վերլուծում եմ։ Իսկ ովքեր որ վատ մարդիկ են, բամբասանքներ են, իրենց միանգամից սերծուցակ ու գնում են մեր դաշտից։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում խոսքս ուր եմ տանում։ Ուրեմն այն ինչ ես իմ էջում կիսվում եմ, տեղադրում եմ, ես ուզում եմ որ բոլորը տեսնեք, թե ինչ եմ անում ես, իմ առօրյայում, ինչ կյանքում եմ ապրում, ու վերջում այս 3 երևի, հա, տեղադրեցի իմ էջում, որ հարցազրույց եմ տալիս, sense նկարահանող խումբեր եւ այլն, որոշները տեսան, որ գրեցին, որ պետքա ինձ խորհուրդ փորձեցին տալ, որ ես պետքա իմ կյանքով ապրեմ, ես նոր եմ վերադարձել գերությունից, չգիտեմ, արդեն հոգնեցուցիչ է, լրագրողներ են եւ այլն, բայց չեն հասկանում այդ մարդիկ ես ինչ եմ անում։ Ու շատերի մոտ հարց առաջանում, ինչ եմ անում, շատերն էլ շատերը գրում են, որ ճիշտ ես անում, Գևորգ ջան, ապրես, լավ ես անում, բայց ասեմ ինչ եմ անում, ես անում եմ այն, ինչը որ դեռ ոչ մեկ մեր երկրի պատմության մեջ չի արել։ Այդ նկարահանելը եւ այլն, այդ զուտ, գիտեք, կողից այդպես է դիտվում, որ ես նկարահանվում եմ, չգիտեմ, ինչ որ լրագրողներին հարցազրույց եմ տալիս եւ այլն, բայց ասեմ ձեզ ժողովուրդ ջան, ես չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ ինչ եմ ես անում, բայց անում եմ այն, ինչը որ պատմության մեջ, մեր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, իր անկախության օրվանից 91 թվականից դեռ ոչ մեկ չի արել։ Հիմա ես անում եմ այդ, անում եմ իշա մեր պետության, իշա մեր ժողովրդի, մեր արժանապատվության, չգիտեմ, ու իմ արժանապատվությանս համար եմ անում։
ու ոչ մեկ չգիտի ինչի համար է այս ամենը, ես չեմ էլ ուզում ասեմ, որովհետև դա փուլ է, որ պետք է անցնի ու ժամանակը կգա, որ բոլորդ կտեսնեք, ես չեմ ուզում այդ մասին խոսալ, բայց ասեմ, որ մեր հյուրերը Ամերիկայից էին ու շատ կարևոր, շատ լուրջ մարդիկ էին, ովքեր որ շատ լուրջ ու մեծ գործողություններ են անում իշա մեր պետության ու մեզ բոլորիս, ու այդ ամենը դուք կտեսնեք հետագա իմ ու մեր գործունեության ու գործողությունների հետևանքը բոլորդ կտեսնեք։ Ես այդ մասին չեմ իմացել, որովհետև դրա ժամանակը չի։ Ու այն մարդիկ, ովքեր որ գրում էին, որ ես լրագրողներին հարցազրույց եմ տալիս, չգիտեմ եւ այլն, ես կարամ 1000 մի լրագրողների հարցազրույց տամ, դա իմ խնդիրն է, իմ գործն է, ոչ մեկ չի կարող ինձ ասի, ու ովքեր որ հոգնում են իմ մեջից, կարող են ընդհանրապես իմ մեջը չնայել, ոչ մեկի ոնց որ իմ տունը մեկը հյուր կա ու ինձ ասի, թե ես իմ տանը ինձ ոնց պահեմ, նստեմ, կանգնեմ, թե պապազեմ։ Նույնն էլ դուք իմ էջում եք, ով որ հետաքրքրված է թող լայքի իմ էջում իմ, չգիտեմ, գրառումները կամ նյութերը, ով ում էլ որ հետաքրքիր չեմ, թող ընդհանրապես թերթի կամ գցի սև ցուցակ ու առասարակ չհետևի։ Ով է ձեզ հրավիրում իմ մեջ, որ դուք էլ կարաք ինչ-որ այն մարդիկ չարախոսներ էլի, ինչ-որ բաներ գրեն, չար վատ բաներ գրեն։ Ողջույն, Բարզիկ ջան։ Ինչևից է Ժորժ ջան։ Ասեմ, որ այդ ամենը ինչ արվում է մեզ բոլորիս համար։ Ես մտածում առաջնահերթ մեր պետության արժանապատվության մասին, հետո իմ, ու հետո չգիտեմ նոր գործողություններ եմ ձեռնարկում։ Այնպես որ այդ բոլոր գործողությունները իշա մեր պետության են ու իշա ինձ են, մեր ժողովրդի։ Այդ առումով ասեմ, որ աշխարհում չկա մի լուրջ հարթակ, որտեղ որ իմ ձայնը հասած չլինի։ Ու որտեղ որ ես գործողություն հենց այս պահին ձեռնարկած չլինեմ։ Այնպես որ ժամանակը կգա, բոլորը կտեսնեք ինչ եմ անում։ Հաջորդը ուզում եմ ասել, որ բոլոր շապիկ փոխողներին եմ ուզում ուղղացնել։ Այն մարդիկ, ովքեր որ նկատում եմ, ինչ եկել եմ, հետևում եմ այս ամբողջ իրադարձությանը, ինչ է կատարվում, ով ինչ անում, ով ինչ է խոսում, ով ինչ գրառումներ անում, ով որ դաշտում է, ում է սատարում, ում է քննադատում եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ տեսել եմ շապիկ փոխողներին, շատ են, ովքեր որ մի ժամանակ դեմ էին Նիկոլ Փաշինյանին, ինչ ասում էին Նիկոլ Փաշինյանին, դա այդ ամենը իմ մոտ բոլորը պահպանված է, որ հանկարծ մեկը ինչ-որ մի հատ փորձի ինձ հակադարձել, ես այդ ամենը կարողանամ ներկայացնել ու տվյալ մարդուն հիմնավոր ապացույցներով, եթե ինչ-որ մեկը հանկարծ փորձի հակադարձել ինձ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի ինչ ասում էին, Ռոբերտ Քոչարյանին կամ SLN ուժերին էին պաշտպանում, ամեն կերպ պաշտպանում էին, ու հիմա հակառակն է, Նիկոլ Փաշինյանին պաշտպանում ու այդ մարդկանց ամենձև վարկաբեկում են։ Ես ասեմ, որ եթե նույնիսկ մարդիկ լինեն, ովքեր որ, ասենք, պատկերացնենք իմ հետ են եղել, ինձ թողել են գնացել են ուրիշի մոտ, ու հետո վերադառնում են ինձ մոտ կամ հակառակ ուրիշի մոտից գալիս են ինձ մոտ, ես այդ մարդկանց առհասարակ լուրջ չեմ վերաբերվի երբեք ես իրանք չեմ ընդունի, որովհետև այն մարդը, որ ուրիշի գլխից թռնում է, նույն հաջողությամբ կարա իմ գլխից թռնի, այսինքն դավաճանը, եթե դավաճանում է մեկին, մի ընկերոջը, ուրեմն կարա դավաճանի հանգիստ մյուս ընկերոջը, այսինքն սկզբունքայնություն չկա այստեղ։ Ես իմասով եմ ասում։ Ես սկզբունքային մարդ եմ, ես չեմ սիրում շապիկ փոխել ու չեմ սիրում շապիկ փոխող մարդկանց։ Եթե մեկը այսօր խոսում է մի բան, հաջորդ պահին խոսում է մի ուրիշ բան, պաշտպանում է մյուսի շահերը, ու այսպես այդ մարդիկ անլուրջ իմ համար անլուրջ մարդիկ են, ես իրենց առհասարակ չեմ ընդունում ոչ մի կերպ։ Սա հաջորդ տեսանկյունը, որ իմանան են մարդիկ, ովքեր որ հիմա, չգիտեմ, դոշ են ծեծում, մայկային ճղում, չգիտեմ ինչ են անում, մեկին գցում են, մյուսին են պաշտպանում, բայց հակառակն ա եղել ինչ որ ժամանակ առաջ, այդ մարդիկ իմ համար շատ անլուրջ մարդիկ են, ու ես իրենց ոչ մի կերպ չեմ վերաբերում լուրջ չեմ վերաբերում, որովհետև չի կարա լինի մի պահ ասեն, այս թուղթը սպիտակ է, սպիտակի համար դոշ ճղեն, հաջորդ վարքյանին իրանք շուրտան ու ասեն, այս թուղթը սև է։ Չէ, ես չեմ ընդունում այդ մարդկանց։ Ինչ ուզում անեն, ուզում չգիտեմ, Քոչարյանից թռնեն գան Նիկոլ Փաշինյանի դաշտ, իրանք մեկը իմ համար շապիկ փոխող են։ Ով ուզում է լինի, ուզում է հակառակը լինի։ Ես այդ մարդկանց լուրջ չեմ վերաբերում։ Մարդը պետք է լինի սկզբունքային։ Եթե ես մի մարդուն վերաբերում եմ լուրջ, գնահատել եմ իր սկզբունքները, իր գործողությունները, ես գիտակցել եմ, գիտակից մարդ եմ, չէ, հասկանում եմ, այդ մարդը իմ համար կարևոր արժեք ունի թե չէ, ես պաշտպանում եմ այդ մարդու շահերը ինչի համար։ Պաշտպանում եմ, եթե ոչ, ես չեմ կարող այդ մարդուն ասեմ, դու վատն ես արդեն,
բռնեմ մյուս մարդուն ու չկարողանամ հիմնավորել։ Եթե այդ մարդուն հիմա օրինակի համար այդ մարդկանց հարցեր տամ, ասեմ, Պողոս Պողոսյանին դու պաշտպանում ես, այսօր հելել ես, ու ասում ես Պողոս Պողոսյանը մարդասպան դավաճան, չգիտեմ, կաշառակեր, անլուրջ մարդ է։ Երկրի պետության դավաճանն է։ Հիմա եթե դու այդ մարդու հետ ես եղել, դու այդ մարդուն տևական ժամանակ աջակցել ես, ո՞նց ես հիմա այդ մարդուն դավաճան ասում։ Դու չգիտեիր, որ այդ մարդը դավաճան էր, գիտեիր։ Այսինքն եթե գիտեիր, պաշտպանել ես ու հիմա եկել ես այս թեև, նույն ձև իմ հետ կվարվես։ Անցանք, այդ թեման անցանք։ Հաջորդ թեմային եմ անդրադառնում։ Հայհոյողները, հանրային դաշտում, հանրային հարտակում հայհոյողները դուրս են գալիս ուղի եթեր, կանայք, տղամարդիկ, կանայք, պատկերացնում եք, ու խոսում են ամենավերջի բառերով ու բառապաշարով։ Ասենք այդ մարդուն էլ ով լուրջ կընդունի։ Մի հատ որ լսում եք դուք, մի հատ ուշադիր լսեք էլի, մի հատ հայլում եք ձեզ նայեք ուշադիր, ինքներդ ձերդ անկեղծ եղեք, մի ձեզ էйֆորիայի մեջ գցեք, մի 7-րդ երկնքում, չգիտեմ, թևեր առեք թռեք, 4 հատ լայք եք հավաքում, մտածեք, որ դուք ձեզնից ինչ-որ բան եք ներկայացնում, ուղիղ ասում եմ։ Այն կինը ու այն մարդը, ով որ հայոյանքա արտաբերում իր բերանից, հանրային հարտակում, այդ մարդը ամենաանլուրջ մարդն է այս մեր երկրի մեջ, Հայաստանի Հանրապետության մեջ։ Այսինքն մենք չենք ընդունում այդպես մարդկանց լուրջ։ Ընդհանրապես ոչ մի երկրում չեն ընդունում այդպես մարդկանց լուրջ, հանրային, եթե ինքը հանրային մարդ է իրան համարում։ Ոչ մեկ այդ մարդուն լուրջ չի ընդունի։ Հանրային մարդը պետքա լինի մնացածի համար օրինակ իր պահելաձևով, իր վարքագծով, իր խոսելակերպով, իր վարվելակերպով, պետքա լինի բոլորի համար, չգիտեմ, մեկը ումից որ կարան sense կոպիտ ասեմ օրինակ վերցնեն։ Իսկ այն մարդը, ով որ կարա դուրս գա ու հայհոյի հանրային դաշտում, ուղիղ եթեր կլինի, չգիտեմ, տեսաուղերձ կլինի, ինչ կլինի, հանրային դաշտում, այդ մարդը ամենափոքր, ամենացածր մակարդակի մարդն է, իր վարկանիշով ու վարքագծով, որովհետև ոչ մի ինքնասիրություն ունեցող մարդ այսօր չի կարա հանրային դաշտում դուրս գա ու հայոյախառը արտահայտություններով խոսի, որովհետև այդ մարդուն կարա լսեն փոքր երեխեք, աղջիկ երեխեք, տղա երեխեք, չգիտեմ, կանայք, մարդիկ, տարիքով մարդիկ, տարեց մարդիկ, ասենք այդ տվյալ անձնավորության պապայի, մամայի, տատի, պապի, տարիքի մարդիկ, ասենք եթե դու ունես ինքնասիրություն, ոնց կարա թույլ տաս, որ քո ծնողների տարիքի մարդիկ կամ քո երեխու տարիքի մարդիկ, երեխեքա, այտենց հայոյախառը ինչ-որ արտահայտություններ լսեն, դա, չգիտեմ, իմ համար ընդհանրապես, այն որ այդ մարդիկ ոչ մի արժեք չունեն։ Ուղիղ ասում եմ, ով ուզում է ինչ ուզում է ասի, ես կարամ բոլորին հիմնավորեմ, որովհետև եթե մեկը այտենց հայոյախառը արտահայտություն անում, չգիտեմ, ինքը հանրային դաշտում, դու քո տունը ինչ ուզում ես ասա, քո ընտանիքում, դա քո հարցն է, ներքին հարցն է, ընտանիքի հարցն է, քանի դեռ քո ընտանիքից դուրս չի եկել, դա հանրային հարց չի, իսկ երբ հանրային հարց, այսինքն լսում են քեզանից բացի քո ընտանիքի անդամներից, քո ներքին կուխներից բացի ինչ-որ որոշակի քանակությամբ մարդիկ դրսի, արդեն հանրային հարց է դառնում ու դուք պատասխանատու եք ձեր մտքի ու ձեր հանրային նման արտահայտությունների համար։ Հաջորդը կան մարդիկ, ովքեր որ համ իրենցից են նեղված, աբիժնիկ, այսպես ասեմ, որ մարդիկ լավ հասկանան ինչի նկատի ունեմ, իրենք իրենց կյանքից են աբիժնիկ, համ իրենցից, համ բոլորից են նեղված աբիժնիկ։ Այսինքն այդ մարդիկ լավը ընդհանրապես չեն հասկանում մարդը ինչ է ասում, փորձեն վերլուծել մի հատ հասկանան այդ մարդը ինչի նկատի ուներ, ինչ ուղերձ է հղում, ընդհանրապես չեն հասկանում, իրենք իրենց մտածելակերպով սուր, այն որ սենց ոնց է մարդը հիստերիայի մեջ լպրտում, այդտենց օրակ որոշումներ են կայացնում, չեն հասկանում ընդհանրապես ինչի մասն է խոսքը, ու միանգամից կոմենտարի են գրում, միայն վատը, որովհետև իրենց ներսում այդ աբիժնիկի բնույթն է, նեղվածությունը ներքին, ու թույլ չի տալիս, որ այդ մարդը կարենա գիտակից մտածի, որ կարենա հասկանա դիմացինին։ Ինքը միայն ամեն ինչում վատն է տեսնում։ Ու այդ մարդիկ, Ժորժ ջան, մեր երկրում այն մարդիկ են, ովքեր որ մտցնում են ինտրիգա, ռուսերեն բառը, որը նշանակում է բամբասանք, խաոս, փորձում են քանդել, չգիտեմ, ինչ-որ բաներ կպցնել մարդկանց վրա, բամբասանք, այն որ խառը ամեն ինչ, որ ոչ մի ճիշտ բան չկա, միայն փորձում են ինչ-որ սենց անես բան մտցնել, որ իրականությանը չհամապատասխանող սուտ, սխալ, բամբասանք, այդպես մի հատ բան փորձում են տարածել, գրել, խառնել, հասկանում եք։ Այդ մարդիկ
Չպետք է լինեն մեր մեծամասնությունը։ Պետք է լինեն իրանք փոքրամասնություն ու կամած վերանան։ Չէ՞ չեն էլ վերանա, չեն վերանա։ Մի հատ ընկեր ունեմ, ուրեմն Հայկ անունը, դուք բոլորդ իրան տեսած կլինեք, միշտ իմ հետ կա նկարներում միասին ենք, միշտ շատ ժամանակ ենք իրար հետ հասկացնում։ Ուրեմն ինչ մի հատ լավ միտք է ասում, միշտ այդ միտքը ամեն օր ինքը կրկնում է։ Ուրեմն ասեմ, դուք էլ բոլորդ լսեք։ Ուրեմն մարդուկին են լինում, էշի հետ գնում են ճանապարհով։ Իրենց էշն է լինում։ Մարդուկինը էշն էլ իրանց կողը քայլելով գնում են։ Կողից մարդիկ անցնում են, տեսնում են, ասում են, «Էս ինչ հիմար են էս երկուսը, էլի»։ Հələ ստեղ նայեք։ Էշը ինչի համար է, որ չեն նստում էշի վրա գնում։ Էշին գցել են իրանց կողը ու գնում են։ Մի հատ էշ էլ էս երկուսն են, էլի։ Էշից ինչով են տարբերվում։ Լսում են էս մարդուկինը, ասում են, լավ, որպեսի մարդիկ մեզ չասեն էշ ենք, հիմար ենք։ Արի ամուսինը ասում է, կին ջան, ես հել եմ էշի վրա։ Հա, դու էլ կողիցս քայլելով գնանք։ Նստում է մարդը էշի վրա, քայլելով կինը կողից էթում է, մարդիկ նայում են, ասում են, «Այստեղ նայ, էս ով է, էս էշը»։ Հելելա էշի վրա, կինը կողից քայլելով գնում է, չի ֆայվում, որ կնոջը նստի էշի վրա, ինքը կողից քայլելով գնա։ Լսում են, մարդը ասում է, լավ, կին ջան, ասում է, արի ճիշտ են էլի ասում երևի մարդիկ, ասում է, որպեսզի չբամբասեն, շատ չխոսեն, արի ես իջնեմ, դու նստի էշի վրա, հիմա դու նստած, ես կողովդ քայլելով կգնամ էշի բռնած։ Ուրեմն էշին բռնած, հիմա էլ ամուսինն է կողով քայլով գնում, կինն էլ էշի վրա է նստած։ Մարդիկ նայում են, ասում են, «Այստեղ նայեք, այս մարդը էշ է, էշից ինչով է տարբերվում։ Այնքան պատկաբլուշնիկ է, որ կնոջը նստած արել է էշի վրա, ինքն էլ կողով քայլով գնում է, ասում է, սրան էլ նայեք, էս ինչ մարդ է, իրանից ինչ է ներկայացնում»։ Լսում են, ասում է, մարդը ասում է, «Կին ջան», ասում է, «Նոր դու ես էշի վրա, ես եմ էշի վրա, մարդիկ ինձ մեղադրեցին, հիմա դու ես, քեզ են մեղադրում, էլի ինձ են ասում, ինձ էլ ասում են պատկաբլուշնիկ, արի կնի երկուսով նստենք էշի վրա այդանք»։ Ուրեմն երկուսով են նստում էշի վրա։ Նայում են մարդիկ, ասում են, «Էսով են էս հիմարները, այո, դուք խիղճ ունեք, вообще թե չի ասում, դուք մարդ եք եղած։ Էս կենթանին մեղ չի երկուսով նստել եք էս էշի վրա, ու երկուսով էս խեղճ կենթանուն տանջում եք», ասում է։ Բա դուք մարդ եք։ Հիմա ոնց արեցին, մեկը մեղադրեցին էս մարդկանց։ Էշի կողով քայլելով գնացին երկուսով, քննադատեցին, որ երկուսն էլ հիմար են, էշի ինչի համար է, որ չեն նստում էշի վրա։ Կինը նստեց, մեղադրեցին, ամուսինը նստեց, մեղադրեցին, երկուսով նստեց, մեղադրեցին։ Հիմա ինչ էլ մարդ անի, մեկը գտնվելու են այնպիսի մարդիկ, ովքեր որ մեղադրելու են։ Միևնույնն է, չես կարա բոլորի համար լինես լավը։ Չես կարա լինես։ Հիմա մի հատ պատմություն եմ ուզում պատմեմ։ Ուրեմն շատ ուժեղ պատմություն է, էլի։ Բոլորդ լսեք։ Ուրեմն մի հատ թագավոր է լինում։ Ես միշտ ընկերներիս մոտ պատմում եմ այս պատմությունը։ Ուրեմն խնջույք է կազմակերպում բոլոր թագավորություններից, իր հարևան թագավորություններից, թագավորներին, բոլորին հրավիրում է այդ խնջույքին։ Բոլորը գալիս են ուտում խմում են, կենաց են ասում, այս թագավորի կենացն են ասում, գովերգում են թագավորին, ում որ հյուր են եկել, գովերգում են եւ այլն, այս թագավորը ոչ մի բան չի խոսում, ոչ մի բառ չի ասում, ամբողջ խնջույքի ընթացքում։ Ուրեմն նեղվում են, էլի նեղցրտում են բոլորը, սկսում են մեղադրել, ասում են այդ թագավորին, ասում են, «Էս ոնց է, մենք բոլորս քո կենացն ենք խմում, քո ընտանիքի կենացն ենք խմում, ընկերության կենաց ենք խմում, դու ոչ մի բառ չես ասում, ոչ մի բան չես խոսում, այսինքն դու արհամարում ես մեզ, ոնց է որ դու չես միանում այդ կենացներին, էլի, այս ամբողջ ընթացքում բան չես խոսում»։ Այս թագավորը կանգնում է ոտքի ու ասում է, «Ես ընկերներ չունեմ»։ Բոլորը նեղսրտում են, ջղայնանում են, զայրանում են, այդ ոնց դու ընկերներ չունես, էլի։ Այս մեկը ասում է, «Դու մոռացար, որ աջ կողմիդ ջախջախում էին արդեն աջ թևդ, ես եկա իմ զորքով միացա ու փրկեցի քո աջ թևը, այլապես քեզ կսպանեին կամ գերի կվեկալեին, կվերցնեին»։ Այն մյուսը ասում է, «Մոռացար, ցախ կողմումդ ես էի կանգնած իմ զորքով, չի թողնում, որ թշնամին առաջ խաղացում ունենար»։ Այն մյուսը այնտեղից ասում է, «Դու ասում է երախտամոռ, ասում է մոռացար, որ կնոջը դու դստերդ թշնամին շատ քիչ էր մնում, որ վերցներ, գերեվարեր ու բռնաբարեր, ես փրկեցի քո կնոջը, քո սրբությունը, քո ընտանիքը»։ Այն մեկը այնտեղից ասում է, «Տաղետ որ կռվում էր, ասում է, ես իր զորքով ասում արդեն ջախջախում էին, ես
տղուտ վերցնում էին գերի, ասում սպանում էին, ես փրկեցի տղուտ իմ զորքով, այս թակավորը այդ ամենը լսում է ու ասում է բոլորդ հենց հիմա իմ ուրախությանը եկել եք կեղծ սրտով ու կեղծավորությամբ։ Ասում է, եթե ես ընկնեի, իմ թակավորությունը ընկներ ու գրավեին իմ թակավորությունը, բոլորդ ծունկի էիք իջնելու, որովհետև բոլորդ ինձանից թույլ եք, իմ թակավորությունը ամենաուժեղն է, ու դա բոլորդ լավ գիտեք, ասում է։ Ասում է, դուք ինձ օգնելով փրկեցիք ձեզ, ձեր ընտանիքները, ձեր կանանց, ձեր աղջիկներին ու ձեր կյանքը։ Դա ձեր համար արեցիք։ Իսկ ինչ մնում է նրան, որ դուք այսօր խմում եք իմ կենացը, դա նրանից է, որ ես ձեզանից հզոր եմ, բայց այսօր նախանձախնդրությամբ եկել եք իմ այս խնջույքին եք մասնակցում։ Դուք ուրախությամբ չեք կիսում իմ ուրախությունը։ Իսկ ես ընկերներ չունեմ, որովհետև չունեմ այն մարդիկ, ովքեր որ իմ ուրախությունը լիարժեք իմ հետ կկիսեն։ Հիմա ժողովուրդ ջան, ընկերը, իրական ընկերը այն մարդն է, ով որ եւ ուրախությանը, եւ տխրությանը լիարժեք կիսում է եւ ցավդ, եւ ուրախությունդ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այն շապիկ փոխողներին եմ ասում։ Երբ որ դուք ինչ որ ուժի եք համախոհ օգնում, աջակցում ու փոխում եք ձեր շապիկները, փոխում եք ձեր դիրքը, թռնում եք մյուս կողմ, մյուս դաշտ, լավ իմացեք, որ այդ դաշտ որտեղ որ թռնում եք, բոլորը լավ գիտեն, որ իրանց վրից եք թռնելու մի օր։ Ես սիրում եմ սկզբունքային մարդիկ իմ ընկերներին էլ միշտ ասում եմ ժողովուրդ ջան, ես ուզում եմ ունենամ իրական ընկերներ, ովքեր որ իմ ուրախությանը լիարժեք իմ հետ ուրախանում են։ Հիմա ազգը պետք է լինի լիարժեք նվիրված պետությանը ու լիարժեք նվիրված այն մարդկանց, ովքեր որ պետության համար ինչ-որ լավ բան են անում։ Պետք չի այսօր մարդուն կովերգել, լավաբանել, երբ որ անցնում է, հա, փուլը, ինչ-որ գործողությունն է, իրավիճակը փոխվում, թռնել այդ մարդու վրից, ուրանալ այդ մարդու լավ բաները։ Եթե այդ մարդուն դուք ընտրում եք ու ընդունում եք որպես լավ մարդ, ուրեմն միջով վերջ այդ մարդը պետք է լինի ձեր համար լավը։ Եթե արժևորել եք, ուրեմն արժևորելու եք միշտ։ Եթե չեք արժևորելու, ուրեմն մի արժևորեք ընդհանրապես։ Այսօր մարդիկան օրինակ են բերում։ Նիկոլ Փաշինյանը օրինակ դպրոցներ է սարքում, ասում են դպրոցներ է սարքում, որովհետև բերելու է ադրբեջանցիներին։ Գյուղերում դպրոց սարքում ես ինչի համար, որ ադրբեջանցի բերես։ Հիմա հարց եմ տալիս, ով ունի այդ ինֆորմացիան, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին բերելու է այդ գյուղը, որտեղ որ դպրոց է սարքում, այսինքն հանրապետության բոլոր տեղերում ադրբեջանցիներ են բերելու լսնել։ Օրինակ են բերում, էլի։ Ասենք չհիմնավորված, չեղած ինչ-որ բաներ եք խոսում, որի համար եթե յուրաքանչյուր այդ խոսացողին անհատական մոտենաս ու հարց ուղես, ասես դե հիմա հիմնավորի։ Որտեղից գիտես, որ Ադրբեջանից մարդիկ են բերելու հենց այդ գյուղերը, որտեղ որ դպրոցներ են սարքվելու, չեն կարողանալու հիմնավորեն, ուղղակի խոսում են։ Ժողովուրդ, խոսեք այն, ինչը որ դուք գիտեք, ինչի որ լիարժեք տիրապետում եք։ Այն ամենը, ինչը որ դուք չեք կարող հիմնավորել, դա բամբասանք է։ Ու երբ որ ինչ-որ մեկը ձեզ հարց ուղի, դուք չեք կարողանալու այդ հարցը հիմնավորեք։ Դրա համար մի խոսեք այն մասին, ինչը որ չգիտեք։ Օրինակ եմ բերում, օրինակ։ Մարդիկ այն ինձ գրում էին, վերբով կա էս եղած։ Okay, հիմա ես ուղիղ ասում եմ, այն մարդիկ ովքեր որ գրում են ինձ, որ ես վերբով կա եղած, կամ մտածում են, հիմա իրենք ուրեմն, եթե չեն դիմել ազգային անվտանգության ծառայությանը, նշանակում է, որ իմ հետ կիսում են նույն հանցանքը։ Հանցանքը պահողը նույն հանցագործն է։ Եթե դու չես հաղորդում հանցագործության մասին ու պահում ես հանցագործին, նշանակում է դու նույն հանցագործն ես, նշանակում է դու նույն վերբով կա եղածն ես։ Հիմա եթե կան մարդիկ, ովքեր որ մտածում են ու չեն արտահայտվել, թող գնան ազգային անվտանգության ծառայություն դիմում գրեն ու իրենց փաստերը ներկայացնեն, եթե ոչ, ուրեմն մի օր պատասխան կտան, ես դրան չեմ ուզում անդրադառնամ, չեմ ուզում հասնի դրան, բայց մի օր մեկան ընկնելու է գրդաբիտակ, սենց կոպիտ ասած, ու համաշխարհային են, որ ամբողջ աշխարհը իմանալու է, որ մեկը սենց պայթեց, այն որ մնացածը վախենան մի բար խոսան։ Ու լուրջ եմ ասում։ Իսկ այն ով որ ուշադիր լսեք խոսում է, եթե ես մի հատ էլ նկատեցի տես բան, ես սկրին եմ անելու այդ գրածը, ուղարկելու եմ ազգային անվտանգության ծառայություն ու ասելու եմ, այս մարդն ինձ մեղադրում է, դուք հիմքերը իմացեք, ես դիմում եմ գրելու, հիմքերը իմացեք այս մարդու, եթե ինքը գիտի ու ձեզ հաղորդում չի տվել, ուրեմն իմ հետ հանցակից է։ Հասկանում եք։ Եթե հանցակից չես, այսինքն եթե ուղղակի զրպարտում ես, ուրեմն պատասխանատվություն պետք է կրես զրպարտության համար։ Հիմա որոշեք։
ով որ մտածում է ու չի ուզում հանցակից լինել, թող գնա, ունի հիմքեր, թող գնա ազգային անվտանգություն, իսկ ով խոսեց ու չհիմնավորեց, ինքը պատասխանա տալու։ Դա էլ առումով ասեմ, որ իմանաք, էլի, ես որ չեմ անդրադարձել, ասում եմ շներին շատ չանդրադառնամ, բայց որ հարկը ասա, պետքա մի հատ քարով խփես, որ հասկանա, էլի։ Հասկանա, որ չի կարելի ատամ գցել, որ այդ ատամը կարելի է քաշել։ Այսքանը ժողովուրդ ջան, ինչ է ուզում եմ ասել։ Ուզում եմ ասեմ, որ միշտ տապեք։ Այն մարդիկ, ովքեր որ ասում են նիգանյալ լշդի, ասենց ուզում են արագ հասնեն տեղ, պետք չի։ Ասում եմ, միակ մարդն եմ լինելու Հայաստանի Հանրապետության մեջ, ով որ անելու է այն, ինչը որ երբեք դեռ չի եղել։ Երբեք ոչ մեկ չի արել։ Ու դա անելու եմ ի արժանապատվություն ինձ ու մեր երկրի։ Այսքանը բոլորի շատ սիրում եմ, հետևեք իմ էջին, ոնց ասում եմ, բաժանորդագրվեք, լայքեր դրեք ու կտեսնեք լիքը նոր բաներ։ Արմինե Մալխասյանը գրում է, Գևորգ ջան, главное, ты жив и здоров и дома. То, что говорят, не слушай. Они это про себя. Спасибо, Արմինե ջան, спасибо большое. Այսքանը ժողովուրդ ջան, լավ եղեք, բոլորի շատ սիրում եմ։ Բուրաստանս ինչ ա գրում Մայքեն, Բուրջան ինչ Մայք է, ցավտան եմ, եթե Մայքայում խոստացել, ուրեմն այս Մայքի մասին է խոսքը, հա։ Այս Մայքեն, ասեմ ժողովուրդ ջան, այս Մայքեն, ուրեմն պատերազմի ժամանակ եմ ես գնել, Արմենիա գրված հարց այրևում։ Ուրեմն պատերազմի ժամանակ եմ գնել ու եկել եմ ու էլի հակնում եմ։ Իմ սիրած Մայքեն է այս Մայքեն։ Այսքանը, բոլորի շատ սիրում եմ ժողովուրդ ջան, ավել պակաս բաներին ուշադրություն մի դարձրեք, ուժեղ եղեք ու կտեսնեք, որ միասնական ուժն անհաղթ է։ Դա իմ խոսքն է, ես 2018 թվականից եմ ասել, որ միասնական ուժն անհաղթ է ու այդպես էլ լինելու է։ Մենք հաղթելու ենք, մենք ազգովի հաղթելու ենք։ Ու մի բան էլ ասեմ, մի բան, ուշադիր լսեք, սա թակուն եմ ասում, կամաց եմ ասում, որ ոչ մեկ չլսի։ Ուշադիր լսեք։ Եթե ինչ-որ մեկը պատմությունից գաղափար ունի, ուսումնասիրեք Իսրայելի պատմությունը, ինչ հայտարարություն արեց Իսրայելը, մի ժամանակ, երբ որ ինքը չուներ այն ներուժը, որ կարողանար տարածաշրջանում իր դիրքը զբաղեցնել, այն դիրքը, որը որ հիմա է զբաղեցնում, ու կհասկանաք ինչ է կատարվում աշխարհում։ Ու ասեմ, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին խաղաղության գնալու հարցով շատ ճիշտ անում։ Ես կողմ եմ Նիկոլ Փաշինյանի տվյալ գործողությանը, որ խաղաղություն է պետք մեզ, մեր տարածաշրջանում։ Անգիտակից մասսանով, որ ոչ պատմություն գիտի, ոչ քաղաքականություն կարող է հասկանալ, ոչ գիտակցում է ինչ է կատարվում այս աշխարհում, լիքը տգետ ու հիմար արտահայտություններ կարող անեն։ Իսկ ես ուղիղ ասում եմ, այն մարդիկ, ովքեր որ մտածում են, որ ես սխալ եմ ասում, որ խաղաղությունը մեզ այսօր պետք է, մենք պետք է գնանք խաղաղության, մենք պետք է պահենք մեր խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է անում, ով որ մտածում է սխալ է, ես կանչում եմ ոչ հանրային վայրով, սենց հանրային ես նկատի չունեմ ուղի եթերով, այլ ինչ որ հանրային, բայց փակ տարածքում, ես իրանց այնքան հիմնավորեմ, այնց հիմնավոր բաներ ասեմ, որ այդ մարդիկ մոռանան, թե որտեղից են ներս մտել։ Ես այն ինչ ասում եմ իմ ասածների համար պատասխանատու եմ։ Ես կողմ եմ խաղաղությանը, կողմ եմ Նիկոլ Փաշինյանի այս գործողություններին։ Ուղիղ ասում եմ։ Շատ եմ ձեզ սիրում, լավ մնացեք։